1975 թվականին Մինաս Ավետիսյանը ավտովթարի է ենթարկվում։ Ժամեր անց գրանցվում է նրա մահը։ Սա դժբախտ պատահար էր, թե հերթական պատահականությունը, քանի որ նույն ժամանակաշրջանում նաև մահանում է Պարույր Սևակը կամ սպանում են։ Վարկածները շատ տարբեր են, բայց Մինաս Ավետիսյանի գործի հետ կապված կամ մի հետաքրքիր, այսպես կարելի ասել, ուղեցույց։ Նրա մահվանից որոշ ժամանակ առաջ նրա արվեստանոցն է այրվում։ Մինասի բոլոր գործերը հիմնականում հակակոմունիստական էին, նա նկարում էր վառ գույներով, աշխարհը տեսնում էր այնպես, ինչպես պետք է որ լիներ, առանց որևէ կեղծիքի։ Նա նկարում էր բանվորներին տխուր դեմքերով, քանի որ նրանք աշխատանքի վայրում չէին ուրախանում, եւ դրա պատճառով էլ նրան շատ աշխատանքներ կամ մերժվում էին, կամ նրան ստիպում էին, որպեսզի նա վերանկարեր դրանք։ Իսկ գումարի կամ օրինակ դիպլոմի դիմաց նա դա ցավոք սրտի անում էր։ Իմ խիղճը իմ նկարներն են։ Լավ եմ նկարում թե վատ, ուրիշ հարց է, բայց նկարում եմ այն, ինչ ուզում եմ եւ այնպես, ինչպես ուզում եմ։ What's your emergency? Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին հայկական ԽՍՀՄ-ում, Շիրակի շրջանի Ջաջուր գյուղում։ Ջաջուրը փոքր գյուղ էր, ծանր կլիմայական պայմաններով եւ սահմանափակ տնտեսական հնարավորություններով։ Մինասի մանկությունը համընկնում է 1930-ից 40-ական թվականների հետ, սովի, պատերազմի եւ հետպատերազմյան տարիներին։ Նրա ընտանիքը գյուղացիներ էին։ Մանկուց նա մասնակցում էր գյուղատնտեսական աշխատանքներին, ինչպես այն ժամանակ գրեթե բոլոր երեխաները։ Տան ամբողջ հոգսը երբեմն դպրոցահասակ տղաների ուսերն էր, քանի որ այդ ժամանակ գյուղում գրեթե բոլոր տղամարդիկ պատերազմի դաշտում էին։ Գյուղում կրթություն պարզապես գոյություն չուներ։ Մինասը շուտ ցանկանում էր գյուղից կտրվել եւ գնալ քաղաք կամ մի այլ վայր ուսումը շարունակելու, ավելի կոնկրետ ուսումը սկսելու համար։ Նրա հայրը դարբին էր, իսկ մայրը քահանայի աղջիկ։ Երկու ծնողներն էլ հազիվ էին բրծել ցեղասպանությունից եւ փախել ու Ջաջուրում հաստատվել։ Մինասը մոր հետ ավելի կապված էր, քան հոր, ու շատ հաճախ իր կտավներում դա երևում էր։ Դպրոցական տարիները Մինաս Ավետիսյանի համընկնում են երկրորդ համաշխարհային պատերազմի հետ ու դպրոց կարելի ասել նա չէր հաճախում նորմալ, չկար ուսուցիչ, չկար նորմալ դասագրքեր։ Դպրոցական տարիներին նա ծանոթանում է գյումրեցի նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ով էլ նրան ծանոթացնում է նկարչության հետ, նվիրում իր առաջին ներկապնակն ու վրձիները, դառնում առաջին ուսուցիչը։ Այդ օրվանից էլ Մինասը հստակ որոշում է, որ նկարիչ է դառնալու։ Դպրոցն ավարտելուց հետո Մինասը չի մնում Ջաջուր գյուղում։ 1940-ական թվականների երկրորդ կեսին նա տեղափոխվում է Երևան, կրթությունը շարունակելու արդեն արվեստի ոլորտում։ 1947 թվականին ուսումը շարունակելու համար նա լքում է հայրենի գյուղը եւ գնում Երևան, ընդունվում Փանոս Թերլեմեզանի անվան գեղարվեստական ուսումնարանում։ Նրա առաջին ուսուցիչը այդքան էլ չի հավանում Մինասի գծանկարները եւ նրան ասում, որ դու ոչ մի բանի պիտանիկ չես։ Այսպիսով 19-ամյա Մինասը սկսում է ուսումնասիրել սարյանական գույները եւ շուտով ձեռք է բերում իր ուրույն ձեռագիրը ու գույները։ 1953 թվականին Մինասը տեղափոխվում է Լենինգրադ, ներկայիս Սանկտ Պետերբուրգ, սովորելու Իլյա Ռեպինի անվան գեղանկարչական, քանդակագործական եւ ճարտարապետական ինստիտուտում։ Նա սկսում է սովորել հայտնի գեղանկարիչներ Ալեքսանդր Զայլցևի եւ Լեոնիդ Խուդյակովի արհեստանոցներում։ Նրա ոճի մեջ շատ մեծ ազդեցություն են ունենում Գոգենն ու Մատիսը։ Նրա կտավները ցուցադրվում էին խմբական եւ անհատական ցուցահանդեսներում։ Չնայած Լենինգրադում մեծ հաջողություններին, Մինասը որոշում է վերադառնալ Հայաստան։ Երևան վերադառնալիս Կևյան եւ Բաղրամյան խաչմերուկներում Մինասը որոշում է ձեռք բերել իր առաջին բնակարանը, որը նաեւ դառնում է իր արվեստանոց եւ արհեստանոցը։ Մինասը այնտեղ 1960 թվականին կազմակերպում է իր առաջին ցուցադրությունը, առաջին երևանյան ցուցադրությունը, որը շատ վատ է ընկալվում հասարակության բոլոր քննադատների կողմից, քանի որ դա ոչ սովետական գույններ էին, ոչ սովետական պահվածքեր, նկարները մարդիկ տխուր են, այսինքն այնպես են, ինչպես Մինասը զգում էր։ Սա մեծ ալիք է բարձրացնում բողոքների, բայց դե ցուցադրությունը անցնում է եւ ոչ ոք համարյա չել հիշում։ Մարտիրոս Սարյանը նույնպես ներկայ է գտնվում ցուցադրությանը եւ նրան ասում, որ Մինաս,
Ստեղծագործիր այնպես, ինչպես որ դու տեսնում ես, ինչպես որ դու զգում ես։ Ես հավատում եմ քո ուժերին։ Հենց Մարտիրոս Սարյանն էլ դառնում է Հայաստանում ավելի կոնկրետ Երևանում նրա նոր ուսուցիչը, նրա նոր ընկերը եւ նրա մենթորը։ 1962 թվականին Սարյանից ոգևորված նա սկսում է նորից ստեղծագործել ավելի վառ, ավելի աշխույժ գույներով եւ տարբեր մրցույթների է մասնակցում, ինչպես նաեւ կարողանում է տարբեր ցուցահանդեսների մասնակցելու շնորհիվ ու պատճառով դառնալ նկարիչների միության անդամ։ Սա այդքան էլ մեծ հաջողություն չէ, բայց այդ տարիքի համար նման ձեռքբերումը պատիվ էր եւ հետագայում հնարավորություն, որ իր նկարները վերջիվերջո ավելի լավ ցուցահանդեսների կգնան եւ ավելի շատ կվաճառվեն, ինչն հետագայում տեղի ունենում նրա եվրոպական ցուցահանդեսների ժամանակ, բայց կիսով չափ։ Հիմա կանադառնանք դրան։ Մինաս Ավետիսյանը եւ նրա ապակա կին Գայանե Մամաջյանը ծանոթանում են Երևանում այն ժամանակ, երբ նրա կյանքն արդեն ամբողջությամբ կապված էր արվեստի հետ։ Գայանեն նույնպես նկարչուհի էր եւ այդ ժամանակ դեռ սովորում էր գեղարվեստի ուսումնարանում։ Նա հայտնի նկարիչ Աշոտ Մամաջյանի դուստուրն էր։ Նրանք ամուսնանում են 1964 թվականին, իսկ 66 թվականին ծնվում է նրանց ավագ տղան Արմանը։ 1969 թվականին ծնվում է զույգի փոքր տղան Նարեկը, ով նույնպես հետագայում նկարիչ է դառնում։ Մինասը այդ ժամանակների համար հակասական կերպար էր պետության, կառավարության համար, քանի որ եթե օրինակ պատկերացնենք ջինս չէր թույլատրվում, ջինսը ապօրինի էր, ջինսը արտասահմանյան էր, ապա Մինասը հենց ջինս կհագներ։ Փողկապը կոմունիզմ էր հիշեցնում, Մինասը փողկապ չէր կապի։ Ինչը կոմունիզմի հետ էր կապված, ինչը հակասական էր, Մինասը հենց դա էլ անում էր։ Այսպեսով միշտ ուշադրության կենտրոնում էր գտնվում, ինչպես նաև երբ որ սկսեց իր տանը, իր արվեստանոց, արհեստանոցում արդեն ունենալ խմիչքներ, հավաքույթներ, որոնք հիմնականում ոչ միայն խմիչք էին, պարեր են, այլ նաև քննարկումներ էին, սա կառավարության ուշադրությունը գրավեց։ Կառավարությունը սկսեց մի փոքր ուրիշ աչքով Մինասին նայել, բայց դեռևս հեռվից։ 1966 թվականին Մինասը ծանոթանում է Պարույր Սևակի հետ։ Պատահականություն էր, թե ճակատագիր, բայց երկուսն էլ կողմ էին հակասովետական քարոզչությանը եւ երկուսն է գտնում են ընդհանուր կետեր ու սկսում մտերիմ ընկերական շփում։ Այս ամենից հետո Մինասը շարունակում է նկարել ինչպես անհատական պատվերներ, այնպես էլ պետական, ինչը մի փոքր զարմանալի էր, քանի որ պետությունը նրան պետք է պատվերներ չտար։ Սակայն այս ամենը հաջող ընթանում է, Մինասը նորմալ գումար է վաստակում եւ 1969 թվականին նրա երկրորդ երևանյան ցուցադրությունն է կայանում ավելի մեծ, ավելի շքեղ դահլիճում, ավելի շատ նկարներով եւ հյուրերով։ Հենց այդ ժամանակ էլ Մինաս Ավետիսյանը արժանում է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչմանը։ Սա բարձրագույն կոչում էր, որին արժանանում են շատ քիչ մարդիկ։ Նույն ժամանակ, ինչը տարօրինակ է, բայց զուգադիպում են, Մինասը շարունակում է պարբերաբար ստանալ անոնիմ նամակներ, որտեղ սպառնում են եւ պնդում, որ եթե նա չլքի քաղաքը, ապա ամեն ինչ վատ կլինի։ Մինասը սադրանքներին չէր ենթարկվում, նամակներ ուղղակի վառում էր կամ նետում աղբար կղը, քանի որ հասկանում էր, որ այդ ամեն ինչը ինչ-որ մեկի կատակն է։ 1970 թվականին ամռանը, երբ Մինասը աշխատում էր, պատուհանից 2-3 հատ շինարարական մեխ են կրակում։ Դա պատահականություն էր, թե սպառնանք էր, Մինասը դրան բանի տեղ չի դնում ու շարունակում է իր աշխատանքով զբաղվել, սակայն հասկանալով, որ արդեն ամեն ինչ մի փոքր լրջանում է։ 1972 թվականի մարտի 1-ին, երբ որ Մինասը իր հայրենի գյուղից հետ է վերադառնում ընտանիքի հետ, գնացել էր այնտեղ ամանորն անցկացնելու, նա իմանում է, որ իր արվեստանոցը վառվել է։ Վառվել է ոչ միայն արվեստանոցը ներսից, այլ նաև դրսից ամբողջությամբ վառվել է ներսում գտնվող բոլոր կտավները, որոնք նա պատրաստում էր Եվրոպայում շրջագայության համար։ Փարիզում սպասվող ցուցահանդեսի համար նա պատրաստել էր 300-ից ավել նկարներ, որոնցից 120-ը գեղանկարներ էին, բոլորը արժվել էր։ Ըստ ականատեսների Մինասը ուղղակի լացում էր այդ ցավից, որ նրա աշխատանքը ջուրն է ընկել։ Նա չուներ իր մեջ ուժ, չուներ զգացում, որ ինչ-որ մեկին նա պետք է ու որոշում է դադարեցնել նկարչությամբ զբաղվելը։ Հենց նույն ժամանակ ընկերներն իմանալով սկսում են նրան աջակցել, բայց մեկ է, ոչինչ չի ազդում Մինասի հոգեվիճակի վրա։ Սակայն նա ստանում է մի ծանրոց։ Ծանրոցը իր հին եւ լավ ընկեր Մարտիրոս Սարյանից էր, որտեղ կային նկարչական ամենաթանկ ապրանքները, վրձնից սկսած վերջացրած ներկերից, դա Մարտիրոս Սարյանը վարպետը գնել էր եւ ուղարկել Մինասին հետեւյալ գրառմամբ. Դու չպետք է հանձնվես, շարունակիր ստեղծագործել եւ ամեն ինչ լավ կլինի։ Վարպետի նվերը տեսնելուց հետո Մինասը որոշում է շարունակել։ Իսկ այդ ժամանակ, երբ ոստիկանությունը հետաքննում էր դեպքը ու փորձում պարզել, թե ինչ հանգամանքներում է արվել արվեստանոցը, շատ տարօրինակ էր։
նրանք ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել կատարվածը, քանի որ արվեստանոցում չկար որևէ բաց հոսանք, բաց կետ, նա հոսանքը միացած չէր թողնել։ Մինասը չէր ծխում արվեստանոցում, որ ասենք լավ ծխից կամ ինչ-որ մի կերպ մնացել է եւ այրվել է, այն էլ ձմռանը։ Դատախազությունը այսպիսով որոշում է գործը չշարունակել քննել, քանի որ Մինասը ինքնին իր հարցաքննությունների ժամանակ, բողոքների ժամանակ ասել է, որ չունի թշնամիներ, ինչպես նաև չկար ապացույցներ, բավականաչափ ապացույցներ, որպեսզի գործը շարունակեր քննվել։ Այսպիսով նկարների այրման գործը փակվում է։ 1972 թվականի փետրվարի 16-ին Սայաթ Նովա Տերյան խաչմերուկում երեկոյան ժամը 10-ին Մինաս Ավետիսյանի մեքենային հարվածում է Ժորա Սետրակյան անունով մի տաքսու վարորդ։ Տաքսու վարորդը այդ դեպքից հետո անհետանում է, իսկ որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ նա քաղցկեղից մահացել է։ Մինասին տեղափոխում են հիվանդանոց։ Գործը ոստիկանները կրկին շատ արագ փորձում են փակել, նրանք արդարացնում են վարորդին Ժորա Սետրակյանին նրանով, որ նա անմեղսունակ է եւ նա չի կարող գիտակցված այդ ամեն ինչը անել, այսպիսով նա ազատվում է բոլոր տեսակի քննչական գործընթացներից, իսկ Մինասին հարցաքննել չենք պատրաստում։ Մինասը լավ վիճակում չի գտնվում, մենք նրան չենք կարող հարցաքննել, թող ապաքինվի, նոր կմտածենք, հարցաքննենք, թե ոչ։ Բայց այդ ընթացքում Մինասը արդեն իսկ գտնվում էր ընդհանուր պալատում, այսինքն նա վերակենդանացման բաժանմունքում էլ չէր, նա կարող էր ցուցմունք տալ, կարող էր պատմել ամեն ինչ, բայց ոստիկանները չեն շտապում։ Մինասը այդ ժամանակ, մինչև ընդհանուր պալատ տեղափոխվելը, կոնկրետ ծանր բուժում է ստանում, քանի որ վթարը շատ ուժեղ էր, բայց դրանից հետո որոշում են, որ բուժումը պետք է շարունակեն հայ բժիշկները եւ այդպես էլ լինում է։ Նա ոչ մի տեղ չի տեղափոխվում, շարունակում է իր բուժումը Երևանում։ Երբ Մինասին բուժող բժիշկը հետ էր տեղափոխվել Մոսկվա, նա կնոջը ասել է, որ Մինասը լավ վիճակում է գտնվում, բայց ցանկալի է մի որոշ ժամանակ էլ մնա հիվանդանոցում, նրան մի փոքր էլ տվեք ժամանակ, որպեսզի ապաքինվի։ Նա անընդհատ կնոջը ասում էր, որ նա լավ է, բայց իսկ կինը դրանից մտավախություն ուներ ու չէր հասկանում ինչ է կատարում, ինչու է Մինասը լավ վիճակում, բայց անընդհատ բժիշկը հակառակը ասում։ Այս ամեն ինչը տարօրինակ էր թվում մինչև փետրվարի 23-ը։ Փետրվարի 23-ին 47 տարեկանում Մինաս Ավետիսյանը հանկարծամահ է լինում։ Ոչ ոք մինչև օրս չի տալիս կոնկրետ ապացույց կամ պատճառ, թե ինչն էր, որ Մինասը դրանից հանկարծամահ եղավ։ Բոլորը չգիտես ինչու լռում են։ Բժիշկները չեն կարողանում փրկել նրա կյանքը եւ ոչ ոք չի էլ նկատում, թե ինչպես է Մինասը անկողնում հանկարծամահ լինում։ Դեպքի մասին մի քանի ժամ անց նոր տեղյակ են պահում բարեկամներին, հարազատներին, ընկերներին, որոնք էլ իհարկե չեն հասկանում, թե ինչն է պատճառը։ Կար կարծիք, որ այդ ժամանակ Սովետական միությունը չի կարողացել համակերպվել Մինասի հակամարտող տեսակի հետ եւ ցանկացել է բժիշկների միջնորդությամբ, բժիշկների օգնությամբ ավելի կոնկրետ նրան սպանել։ Այս ամեն ինչը վարկածներն մինչև օրս չկա որևէ ապացույց, թե ինչ եղավ իրականում հենց այդ գիշերը կամ դրանից առաջ Մինասի հետ եւ վթարը նույնպես։ Շատ մարդիկ կարծում են, որ ինչպես Պարույր Սևակի դեպքում, այնպես էլ Մինաս Ավետիսյանի ժամանակ այդ ամենը կազմակերպված էր եւ պետության կողմից վերահսկված։ Իսկ Մինաս Ավետիսյանի ընկերները, բարեկամները ինչ որ ժամանակ անց նույնպես սկսում են տարօրինակ կերպով մահանալ։ Նրանց ասեմ, որ բոլոր այդ ընկերները չենթարկվող մարդիկ էին։ Ոչ իրենց ընտանիքներին, ոչ սիստեմներին, ոչ մեկին։ Եվ բոլոր այդ ըստ ինձ անձնավորությունները հերթով սկսեցին մահանալ բավական տարօրինակ ձևով։ Մեկը ընկնում էր ավտովթարի մեջ, մյուսը խեղդվում էր, երրորդը սպանվում էր, հետո ես տենց հասկացա, խեղդվում էր գազից, սեփական հարսանիքի օրը։ Եվ այդ ամեն ինչը սկսեց բերել մի պարզ բանի, որ այդքան զուգատիպություններ միանգամից լինել չեն կարող։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, մեկնաբանությունում կխնդրեմ կիսվեք ձեր կարծիքով, ինչ եք մտածում։ Մինաս Ավետիսյանին իրականում սպանել էին, թե դա պատահականություն էր։ Ինչպես նաև կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, հավանեք տեսանյութը եւ այն տարածեք։ What's your emergency?